Երեկ ողջ համացանցը քննարկում էր երգչուհի Անահիտ Սիմոնյանի հարսի կերպարը։ Այս լուսանկարներն Անահիտը երեկ հրապարակել էր իր Instagram-յան էջի stories բաժնում, չմեկնաբանելով, թե ինչ իրադարձություն է տեղի ունենում իր անձնական կյանքում։ Սա իրական ամուսնություն է, թե տեսահոլովակի կամ էլ ֆիլմի նկարահանումներ։ Ավելի ուշ համացանցում հայտնվել են նաև Անահիտ Սիմոնյանի հարսի պարից որոշ կադրեր, որտեղ երևում է, որ նրան պարը սովորեցնում է Իրեն Ուլիխանյանը։ Առաջարկում ենք դիտել բացառիկ կադրերն առանց մեկնաբանության։ Երգչուհի Անահիտ Սիմոնյանը հատկապես վերջին շրջանում սկսել է առավել շատ մասնակցել տարբեր հարցազրույցների ու անկեղծորեն պատմել իր կյանքի պատմությունը։ Օրեր առաջ թողարկվեց Անահիտ Սիմոնյանի մասնակցությամբ նոր հարցազրույց, որտեղ նա առաջին անգամ խոսել է իր խանութը փակելու և ապագայի պլանների մասին։ Երգչուհին պատմեց նաև Հայկոյի մահվան և դրան հաջորդած ծանր օրերի մասին։ Հայկոյի մահից հետո ես հասկացա, որ իմ որդին և ես այնպիսի հոգեվիճակում ենք, որ անգամ տանից չենք կարողանում դուրս գալ։ Մենք միասին իրար ուժ տալով անցանք այդ օրերը։ Ես Հայկոյի մահից օրեր հետո փորձում էի Արմանին հանել այդ ստրեսային վիճակից, որովհետև մենք շատ ծանր օրեր ենք ունեցել։ Ես երբեք չեմ ընդունել զոհի կարգավիճակ և չեմ բացվել ու պատմել, թե մենք ինչ օրեր ենք ապրել, բայց հավաստիացնում եմ, թշնամուս չէի ցանկանա ապրեր նման օրեր, անկեղծացել էր Անահիտ Սիմոնյանն ու խոսել իր բրենդի փակման մասին։ 2013 թվականին ես ստեղծեցի իմ բրենդը, որի հիմքը հայկական տառերն ու զարդանախշերն էին։ Մենք ամեն կերպ փորձում էինք օգտագործել հայկականը նորաձևության մեջ, դարձնելով դա ավելի ժամանակակից, որ երիտասարդները կրեն և ինչու ոչ ամբողջ աշխարհը ճանաչի հայկական տառերը։ Ես ուրախ եմ ու շատ հպարտ, որ դա արել եմ։ Ճիշտ եմ, սկզբում ինձ շատ դժվար էր, որովհետև դրա համար բազմաթիվ քարկոծանքների արժանացա։ Սկսած մնացած դիզայներներից, ովքեր մեղադրական տարբեր նյութեր էին տեղադրում իրենց էջերում, որ չի կարելի օգտագործել հայկական տառերն ու նախշազարդերը։ Բայց անցավ ժամանակ ու այսօր բոլորը, ես վստահեցնում եմ, բոլոր հայ դիզայներներն օգտագործում են դրանք իրենց հագուստներում։ Եղավ շատ տարբեր իմ ճանապարհը։ Ես շատ ուրախ եմ, որ ունեցել եմ իմ բրենդը։ Ես դա շատ եմ սիրել։ Եվ լավ օրեր եղան, և լավ ու տխուր օրեր։ Էդ ամեն ինչը ինձ ստիպել է ավելի ուժեղանալ ու վստահ քայլերով գնալ առաջ։ Այն ինչ ունի սկիզբ, ունի նաև իր տրամաբանական ավարտը, և ես հասկացա, որ ուզում եմ այլ ուղղություններով գնալ։ Իմ բիզնես ոլորտում ավելի տարբեր բաներ եմ ուզում անել, որոնք որ նոր են, որոնք որ հնարավորություն կտան ընդլայնվելու։ Կարծում եմ ճիշտ որոշում եմ կայացրել։ Ժամանակի ընթացքում կներկայացնեմ իմ նոր բիզնեսը, նշեց Անահիտ Սիմոնյանը։ Այս հարցազրույցից ընդամենը օրեր առաջ էլ երգչուհի դիզայներ Անահիտ Սիմոնյանը հյուրընկալվել էր 24 TV-ին, խոսելով Հայկոյից, հետո որդուն միայնակ մեծացնելու և իր հասցեին հնչող քննադատությունների մասին։ Star News-ը ներկայացնում է այս հարցազրույցից ևս հետաքրքիր հատվածներ։ Անդրադառնալով երգարվեստում պասիվ ներկայանալուն, Անահիտը նշել էր. «Երգեցողությունը, երգը և երաժշտությունը միշտ եղել է և կլինի իմ կյանքում։ Երբ ես երգում եմ, ես երջանիկ եմ։ Ես ունեմ երեխա, ում համար պատասխանատվություն եմ կրում։ 2013 թվականին մենք մի քանի տարի է ինչ ամուսնացած էինք Հայկոյի հետ։ Բնականաբար, նորաստեղծ ընտանիք։ Մենք ունեինք բազմաթիվ խնդիրներ, որոնցից մեկը բնակարանն էր։ Բնակարանի հարցում, իհարկե, հայրս մեզ օգնեց և նվիրեց բնակարան քաղաքի կենտրոնում, որտեղ այժմ ես և Արմանը ապրում ենք։ Ցավոք, դա բավական չէր երեխային բարեկեցիկ կյանքով ապահովելու համար, և արտիստի աշխատանքը կախված է տարբեր առիթներից, որոնք հաճախ չեն լինում։ Ես շատ տարբեր բիզնեսներ եմ ունեցել, այդ ամեն ինչը ես միայն իմ որդու համար եմ արել, որ իրեն բարեկեցիկ կյանք ապահովեմ։
Տուժեց իմ երգարվեստը, արտիստի աշխատավարձը ստաբիլ չէ։ Նշել էր Անահիտն ու խոսել նաև արտաքին փոփոխությունների մասին, երգչուհին նշել էր հետևյալը. «Ես չեմ կարող ասել, որ շատ վիրահատական միջամտությունների եմ դիմել։ Ես պարզապես առաջիններից էի, ժամանակին ով փորձեց այդ միջամտություններն ու այդպես մնաց, որ իմ ամեն ինչը սարքված է, բայց իրականությունը իհարկե այդպիսին չէ։ Ես շատ գոհ եմ եղել ու կամ իմ արտաքին տեսքից։ Ես, լինելով հանրային մարդ, պարտավոր եմ միշտ ունենալ գեղեցիկ տեսք։ Ես բազմիցս ասել եմ, որ իմ կյանքը ամուսնանալուց հետո բավականին փոխվեց։ Հանրությունը Հայկոյի կողքին ուրիշ աղջիկ էր պատկերացնում, ես չէի համապատասխանում այդ պատկերացրած աղջկա չափանիշներին։ Ես դիմել եմ վիրահատության, հենց ամուսնանալուց ու երեխա ունենալուց հետո։ Ես հիմա շատ ներդաշնակ եմ ինքս ինձ հետ։ Հայկոն ժամանակին եթե իմանար, որ այդ բոլոր ընկերներն ու բարեկամները, ովքեր իրեն միշտ շրջապատում էին մի օր, երբ ինքը չլինի իր երեխայի կողքին չեն լինի, կարծում եմ ինքը շատ ավելի զգույշ կլիներ ընկերներ կամ բարեկամներ ընտրելու հարցում, որովհետև այսօրվա դրությամբ, ցավոք սրտի, ոչ մեկը մեր կողքին չի։ Խոսքն իր ընկերների մասին է, ովքեր ժամանակին ցույց էին տալիս, որ շատ հարազատ են ու մտերիմ, բայց ես ու Արմանը հիմա տեսնում ենք բոլորովին ուրիշ պատկեր, անկեղծացել էր Անահիտ Սիմոնյանը։ Անահիտ Սիմոնյանը հաճախ իր ինստագրամյան էջում նաև հարց ու պատասխաններ է կազմակերպում, որի ընթացքում անդրադառնում է մի շարք թեմաների։ Վերջերս նրա հետևորդներից մեկը այսպիսի հարց էր տվել. «Անահիտ ջան, ինչպես եք դուրս գալիս սթրեսից»։ Անահիտը պատասխանել էր հետևյալ կերպ. «Ես ի սկզբանե այնտեղ չեմ մտնում, որ դուրս գամ», գրել էր Անահիտ Սիմոնյանը։ Հետևորդներից մեկի հարցին պատասխանելով Անահիտը նաև խոսել էր դավաճանության և դրա հետևանքների մասին։ Հարցն այսպիսինն էր. «Դուք կներեք դավաճանությունը և հնարավոր է դավաճանությունից հետո սկսել ամեն բան նորից»։ Անահիտը գրել էր հետևյալը. «Իմ կյանքում ես ստիպված եմ եղել շատ բան ներելու, բայց այն ժամանակ ես խնդիրներ ունեի իմ անձնական սահմանների հետ, և փորձը ցույց տվեց, որ ողորմածությունն ու բարությունը արժեզրկված են, և դրանք կուղղվեն միայն քո դեմ։ Հիմա ես ունեմ իմ շրջանակն ու իմ սահմանները, թե ինչն է թույլատրվում, ինչպես կարող ես ինձ հետ վարվել և ինչպես չես կարող։ Ուստի իմ պատասխանն է ոչ, սա նույնքան ռիսկային է, որքան կոտրված բաժակից խմելը, մի օր այն անպայման կկոտրվի», անկեղծացել էր Անահիտ Սիմոնյանը։ Հավելենք նաև, որ երգիչ Հայկոյի նախկին կինը երգչուհի Անահիտ Սիմոնյանը սրտի տանիքներով հաղորդման ընթացքում պատմել էր իրենց ամուսնալուծության պատճառների մասին։ Նա նշել էր հետևյալը. «Ես հասկացա, որ էլ իրեն չեմ խանդում, ինձ չգնահատված էի զգում», ինստագրամում հրապարակված անոնսում պատմել էր Անահիտը։ Նա նշել է, որ ամեն օրն ապրում է այնպես, կարծես իր կյանքի վերջին օրն է։ «Գնում եմ Հայկոյի մոտ ու շատ երկար խոսում եմ իր հետ։ Հիմա ես հասկանում եմ իր խորհուրդների խորությունը», պատմել էր երգչի նախկին կինն ու ընդգծել. «Հայկոն եղել է կատարյալ հայր, նրա նման հայր ինքը դեռ չի տեսել»։ Իսկ բուն հաղորդման շրջանակներում Անահիտ Սիմոնյանը խոսել էր իր ու Հայկոյի ամուսնալուծության, Հայկոյի մահվան ու դրա պատճառների մասին։ Star News-ը ձեզ ներկայացնում է նաև այդ հարցազրույցից հատվածներ։ 2 տարի ես ու Հայկոն ապրել ենք մի տանիքի տակ, բայց բաժանված ենք եղել։ Բաժանման մասին չհայտարարելու միտքը եղել է հանուն Արմանի և ավելորդ խոսակցություններից խուսափելու համար։ Ամուսնալուծության միտքը շատ անգամ է եղել մեր ընտանիքում ու ոչ միայն ինձ մոտ։ Մեզ մոտ լինում էին տարբեր բարդ շրջաններ, բայց անընդհատ փորձում էինք հաղթահարել դրանք ու այդ ամենի միջով պատվով անցնել։ Բայց եկավ մի պահ, երբ որոշեցի, որ այլևս չեմ ուզում խաղալ երջանիկ ընտանիք», պատմել էր Անահիտը։ Նա նշել էր, որ ամուսնության վերջնակետն իր համար դրվեց այն պահին, երբ հասկացավ, որ Հայկոյին էլ չի խանդում։ Նա պատմել է, որ մի օր հասկացավ, որ Հայկոյի հետ լավ ընկերներ են, բայց ոչ կին ու ամուսին։ Անահիտը նաև պատմել էր, որ ամուսնալուծությունից հետո էլ շարունակել է Հայկոյի հետ լավ հարաբերություններ ունենալ։ Նա նշել էր հետևյալը. «Երբ իմ կյանքում լավ բան էր լինում, առաջինը նրան էի զանգում, նույնն էլ Հայկոն։ Մինչև իր վերջին շունչը իրար հետ եղել ենք կապի մեջ», պատմել էր Անահիտ Սիմոնյանը։